Սիրելի հեռուստադիտողներ, խորհուրդ ծնողներին Edge-ն է մեր եթերում, որի հովանավորն է բելգիական Ontex ընկերություն իր Kambebe ապրանքանիշով։ Իդեպ Kambebe-ն արդեն ունի նորույթ, բնական բաղադրիչներով մշակված Kambebe վարտիկ տակդիրներ, որոնք արդեն հասանել են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ձեր փոքրիկի համար ապավելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Իսկ այսօրվա մեր թեման շատ կարևոր է հատկապես տարվա այս եղանակի համար։ Ամառը հանգստի, ճամփորդությունների եւ բնության գրկում անցկացվող հաճելի օրերի ժամանակաշրջանն է։ Սակայն հատկապես երեխաների դեպքում նույնիսկ ամենաանմեղ թվացող հանգիստը կարող է ուղեկցվել որոշակի ռիսկերով, եթե չպահպանվեն տարրական անվտանգության կանոնները։ Ինչի վրա պետք է ուշադրություն դարձնել ծնողները մինչև ճանապարհ ընկնելը, ինչպես պաշտպանել երեխաներին ջրազրկումից, միջատների խայթոցից կամ այլ վտանգներից։ Այս եւ այլ շատ կարևոր հարցերի շուրջ այսօր կզրուցենք մեր հյուրի, Արաբկիր բժշկական համալիրի մանկաբույժ Թամարա Չաղարյանի օգնությամբ։ Ողջույն Թամարա։ Բարև ձեզ։ Շատ ուրախ ենք ձեզ մեր տաղավարում տեսնելու։ Ես նույնպես։ Եվ առաջին հարցը հետեւյալն է. այ ամառային հանգիստը երեխաների կողմից միշտ շատ սիրված է, բայց որոնք են այն տարրական կանոնները անվտանգության, որոնք որ պետք է պահպանեն ծնողները հանգստի մեկնելիս։ Նախ եւ առաջ սկսեմ նրանից, որ նույնիսկ ամենակարճ ճամփորդությունը երեխաների հետ ցանկալի է, որպեսզի լինի նախորոք եւ մանրամասն պլանավորած, եթե մենք այն պատրաստում ենք անցկացնել երեխաների հետ։ Եթե խոսքը գնում է մեքենայով հանգստի մեկնելու մասին, պետք է հիշենք, որ երեխան մեքենայում պետք է լինի պարտադիր ամրակապված եւ իր համար նախատեսված մանկական ավտոնստատեղում նստած։ Բացի դրանից, հանգստի այսպես գոտի ընտրելիս մենք պետք է հնարավորինս անվտանգ տարածք ընտրենք երեխաների համար։ Հանգստի գոտին պետք է հեռու լինի բանուկ ճանապարհներից, վտանգավոր ջրավազաններից, բարձունքներից, ինչպես նաև ցանկալի է խուսափել շատ այսպես բարձր խոտածածկով վայրերից, որովհետև բարձր խոտածածկը կարող է իր մեջ որոշակի թաքնված վտանգներ ունենա եւ մենք կամ երեխան անզգուշությամբ որևէ վնասվածք կարող ենք ստանալ թեկուզ միջատի խայթոց, սողունների խայթոցների տեսքով։ Բացի այս թվարկածները ցանկալի է, որպեսզի մենք մեզ հետ ունենանք մաքուր ջրի, սննդի բավարար պաշար, երեխայի համար հարմարավետ հագուստ եւ իհարկե դեղատուփ առաջին անհրաժեշտության դեղորայքով։ Ես նաեւ ծնողներին խորհուրդ կտամ նախապես ծանոթանալ եղանակի տեսությանը, որպեսզի ավելի հստակ լինի մեր պատկերացումը եղանակային պայմանների մասին եւ ինչ ակնկալենք մենք մեր հանգստի ընթացքում։ Բնության գրկում ամենահաճախ հանդիպող որ վտանգներն են, որոնցից պետք է խուսափեն ծնողները։ Միջատների խայթոց, վնասվածքներ, ջրազրկում, արևահարություն եւ ինչպես կանխարգելել այս ամենը։ Այո, դուք շատ, այսպես ասած, ճիշտ թվարկեցիք, դրանք են հենց հիմնական վտանգները։ Ամենահաճախ հանդիպող վտանգներից դա արևահարությունն է։ Արևահարությունից խուսափելու համար ցանկալի է, որպեսզի ժամը 11:00-ից 16:00 ընկած հատվածում երեխաները չգտնվեն արևի ուղիղ ճառագայթների տակ, կրեն գլխարկ, համապատասխան հագուստ, արևապաշտպան քսուկներ։ Միևնույն ժամանակ մենք պետք է հիշենք, որ հաճախ խաղով տարված երեխաները կարող են մոռանալ բավարար քանակով հեղուկ խմելու մասին եւ մեր մեծահասակների սպարտականությունն է նրանց հաճախակի հիշացնել դրա մասին, որպեսզի չառաջանա երեխաների շրջանում ջրազրկում։ Միջատների խայթոցներից խուսափելու համար ցանկալի է կրել փակ հագուստ, փակ կոշիկներ եւ նայած ինչ տարիքի երեխայի հետ ենք մենք մեկնել հանգիստ, գոյություն ունեն հատուկ միջոցներ, հակամիջատային միջոցներ, որոնք ցանկալի է օգտագործել բնության գրկում միջատների խայթոցներից արդեն իսկ խուսափելու նպատակով։ Շատ լավ։ Ինչ պետք է լինի երեխայի առաջին օգնության պայուսակում, երբ մեկնում ենք հանգստի։ Կլինի դա լեռներ, անտառ, լողափ, որոնք են հիմնական պարագաները։ Շատ կարևոր հարց է հատկապես ծնողների համար։ Մենք մեզ հետ ցանկալի է, որ ունենանք դեղատուփ նախատեսված առաջին օգնության համար։ Դեղերը կարելի է առանձնացնել մի քանի խմբի։ Առաջին խումբը դա վնասվածքների, այսպես ասած, դեպքում առաջին օգնության համար նախատեսված պրեպարատներն են։ Առաջին հերթին պետք է ունենալ որևէ անտիսեպտիկ հեղուկ, դա կարող է լինել բժշկական սպիրտ, ջրածնի պերօքսիդ, բետադին, յոդ եւ վերքը մշակելու համար նախատեսված վիրախծուցներ, ստերիլ թանզիվներ, ինքնակպչուն սպեղանիներ եւ բամբակ։ Մյուս խումբը դա հակաալերգիկ դեղորայքն է։
Ցանկալի է միջև հանգստի մեկնելը ձեր մանկաբույժի հետ արդեն իսկ քննարկել եւ ձեզ հետ ունենալ ձեր երեխայի տարիքին եւ քաշին համապատասխան որևէ հակաալերգիկ պրեպարատ, ինչպես նաեւ գոյություն ունեն հակաալերգիկ քսուկներ, որոնք կարելի է տեղային օրինակ նույն մոծակի խայթոցի դեպքում օգտագործել քորը մեղմելու նպատակով։ Մյուս խումբը դա արևապաշտպան քսուկներն են։ Նաեւ ես խորհուրդ եմ տալիս ծնողներին, որպեսզի իրենց հետ ունենան պանտենոլ պարունակող քսուկներ, եթե արդեն իսկ առաջացել է այրվածք կամ մաշկի վնասում, առաջին օգնություն ցուցաբերելու նպատակով։ Իհարկե չենք մոռանում երեխայի տարիքին եւ քաշին համապատասխան ջերմիչեցնողների եւ ցավազրկողների մասին, եւ եթե մենք մեկնում ենք հանգստի երեխայի հետ, որը ունի որևէ խնդիր եւ ընդունում է մշտական դեղորայք, պարտադիր մենք պետք է վերցնենք նաեւ երեխայի մշտական ընդունման դեղորայքը մեզ հետ։ Շատ բարի, այ պատկերացնենք իրավիճակ, երբ երեխային օրինակ խայթել է մեղուն, կրետը կամ ունենք տզի կպածություն, որոնք են առաջին ճիշտ արձագանքման քայլերը եւ երբ է անհրաժեշտ դիմել անհապաղ բժշկի։ Եթե խոսքը գնում է մեղվի, իշամեղվի, կրետի խայթոցի մասին, մենք չպետք է մոռանանք, որ հաճախ խայթոցի հետևանքով միջատը կարող է խայթ կոչվածը թողնել խայթոցի հատվածում եւ ցանկալի է իհարկե այն հեռացնել։ Հեռացնելուց հետո խայթոցի հատվածը կարող եք մշակել որևէ անտիսեպտիկ լուծույթով եւ դնել սառը թռչոց քորը մեղմելու նպատակով։ Եթե քորը արտահայտված է կամ եթե երեխան նախկինում ունեցել է որևէ ալերգիկ դրսևորում միջատի խայթոցների հետևանքով, մենք կարող ենք օգտագործել հակահիստամինային, այսինքն հակաալերգիկ պրեպարատներ կամ ինչպես վերնշեցի, հակաալերգիկ քսուկները տեղային օգտագործման, եթե արտահայտված ալերգիկ ռեակցիա չկա բալիկի մոտ։ Տզի խայթոցին, տզի կպածությանը կցանկանա մի փոքր ավելի մանրամասն անդրադառնալ, քանի որ հիմա տզերի այսպես ակտիվ սեզոնն է եւ հաճախ հանգստի մեկնելուց առաջ մենք մոռանում ենք տզերի մասին։ Անտառածածկ հատվածներում հատկապես Հայաստանի դեպքում դա լորվա եւ տաղբուրշի մարզերն են, երեխաները պետք է կրեն փակ հագուստ, փակ կոշիկներ, գոյություն են հատուկ հակատզային միջոցներ, որոնք ցանկալի է օգտագործել։ Նաեւ ես մայրիկներին խորհուրդ կտամ, որպեսզի երեխաները կրեն բաց գույնի հագուստ, որովհետև բաց գույնի հագուստի վրա տիզը ավելի հեշտ նշмарելի է պարզապես։ Տուն վերադառնալու պես մենք ինքներս մեզ եւ երեխաներին պետք է զննենք պարտադիր բնական ծալքերի շրջանում մաշկը ամբողջությամբ։ Հայաստանում տզերի միջոցով փոխանցվող հիմնական հիվանդությունը դա լայմի հիվանդությունն է եւ որքան արագ ենք մենք հայտնաբերում եւ հեռացնում տիզը, այնքան վարակվելու հավանականությունը տվյալ իրավիճակում ավելի փոքր է։ Առաջին 24 ժամերի ընթացքում տիզը հեռացնելու դեպքում վարակվելու հավանականությունը շատ փոքր է։ Տիզը հեռացնելու համար պարտադիր չէ դիմել բժշկի, դա կարելի է անել տնային պայմաններում, ունելու միջոցով, մաշկին որքան հնարավոր է մոտ բռնում ենք տզի մարմնից, վեր բարձրացնելով սահուն առանց կտրուկ շարժումների փորձում հեռացնել։ Հեռացնելուց հետո այդ հատվածը եւս լվանում ենք հոսող ջրով, օճառով եւ մշակում որևէ անտիսեպտիկ հեղուկով։ Այո, եւ իհարկե տեղյակ ենք պահում մեր մանկաբույժին նման իրավիճակի մասին եւ հետեւում ախտանշաններին։ Ախտանշանները կարող են առաջանալ առաջին 1 ամսվա ընթացքում, եթե երեխայի մոտ առկա է մարմնի ցանավորում, դա շատ տիպիկ օղակաձև ցանի առաջացում է, ջերմության բարձրացում, ընդհանուր թուլություն, հոդացավեր, պարտադիր պետք է դիմել մանկաբույժին։ Եվ որչում բժշկուհի կխնդրեմ, որպեսզի մեր ծնողներին ուղղեք ձեր խորհուրդները, որպեսզի հանգիստ ամռանը լինի հնարավորինս անվտանգ։ Առաջին կանոնը բնության գրկում դա լինել մեծահասակի մշտական հսկողության տակ, որքան էլ ծնողները մեծահասակները եւս կարիք ունեն հանգստի, բայց բնության գրկում երեխայի համար ամեն բան նոր է եւ մանավանդ փոքր հասակի երեխաները հաճախ առանց գիտակցելու կարող են բախվել որոշակի վտանգների եւ այդ իսկ պատճառով հնարավոր դժբախտ այսպես պատահարներից խուսափելու համար երեխաները պետք է գտնվեն մեր մշտական հսկողության տակ։ Շնորհակալություն շատ հետաքրքիր զրույցի համար։ Հիշեցնեմ, որ հաղորդման այս հատվածի մեր հովանավորն է բելգիական Ontex ընկերություն իր Քամբեբե ապրանքանիշով։ Իդեպ Քամբեբեն արդեն ունի նորույթ, բնական բաղադրիչներով մշակված Քամբեբե վարտիք տակդիրներ, որոնք արդեն հասանելի են Հայաստանի ողջ տարածքում։ Դրանք չեն պարունակում պարաբեններ, բուրավետիչներ կամ այլ գրգռող նյութեր, ձեր փոքրիկի համար ապավելով հուսալի պաշտպանություն եւ երկարատև հարմարավետություն ողջ օրվա ընթացքում։ Իսկ մենք շարունակում ենք մեր հաղորդումը։